Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը և Տաշիր բարեգործական հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Եվ ահա այսօր Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող և ուսման ընթացքում բարձր առաջադիմություն ցուցաբերած Արցախի և Ջավախքի ավելի քան 200 ուսանողներին հանձնեցին Տաշիր բարեգործական հիմնադրամի կողմից հատկացվող միանվագ դրամական աջակցության հավաստագրերը։ Արտակ Ճաղարյանի խոսքով կրթական համակարգը միշտ էլ եղել է Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում, քանի որ մրցունակ կադրեր ունենալու նախապայմանը բարձրակարգ կրթություն ապահովելն է։ Մոտ $120,000 համարժեք դրամի այս ծրագիրը ոչ թե սոսկ աջակցություն, այլ առաջին հերթին խրախուսանք է Հայաստանում սովորող Արցախի և Ջավախքի 200-ից ավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, որպեսզի այսուհետ ևս նրանք առավել ոգևորությամբ կատարեն իրենց ներկայիս գլխավոր առաքելությունը՝ դառնալ բարձրակարգ մասնագետներ։ Մենք մեծապես կարևորում ենք Արցախի ու Ջավախքի հանդեպ ընդգծված ուշադրությունն ու հոգացությունը, ընդ որում ոչ միայն պետության, այլև բոլոր քաղաքացիների կողմից։ Սա հավատամք է, որը պարբերաբար կյանքի է կոչվում մեր կողմից։ Սերված լինելով մանկավարժների ընտանիքից, ավելին ինքն էլ աշխատանքային իր գործունեությունը սկսած լինելով մանկավարժի աշխատանքով, Կարեն Կարապետյանի համար յուրահատուկ տեղ ունի կրթության ոլորտը։ Ուստի շատ բնական է նրա ընդգծված ուշադրությունը այս համակարգի նկատմամբ։ Առաջիկայում հիմնադրամը աջակցություն է հատկացնելու նաև ավելի քան 200 մանկավարժների հանրապետության տարբեր բնակավայրերից, ինչպես նաև Արցախից և Ջավախքից։ Եվ ընդհանրապես, հետագայում ևս Տաշիր բարեգործական հիմնադրամի և Կարապետյանների ընտանիքը իրենց լուրջ ներդրումն են ունենալու մարդկային ռեսուրսի ակտիվացման ուղղությամբ, այդ թվում կրթության ոլորտում։ Ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել Տաշիր բարեգործական հիմնադրամին այսպիսի անակնկալ մատուցելու համար։ Ես ինքս երեկ եմ իմացել ու իմ համար անակնկալ էր, անսպասելի։ Փորձենք ճիշտ օգտագործենք, որպեսզի մարդիկ, ովքեր որ շահագրգռված են ուսանողներին նման օգնություն, նման, չգիտեմ, հաճույք պատճառելու, որ իրանք չհիասթափվեն։ Ուսման համար էլ իհարկե, բայց այնքան տերկա ծախսելու այդ գումարը, որ կորոշենք։ Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը ցավով արձանագրեց, որ երբեմն արված գործերը շահարկումների առիթ են դառնում, փորձելով ստվերել դրանք։ Ճաղարյանը միևնույն ժամանակ փաստեց, որ Կարեն և Սամվել Կարապետյանների բարեգործական նախաձեռնությունը երբեք քաղաքական ենթատեքստ չեն ունեցել։ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Տաշիր բարեգործական հիմնադրամին և Կարապետյան եղբայրներին։ Նախարարը խնդրանք պահանջով դիմեց ներկա ուսանողներին շարունակել լավ սովորել, քանի որ կրթությունն է իրենց բարեկեցության և ապագայում հաջողության հասնելու նախապայմանը։ Նա խորհուրդ տվեց ուսումն ավարտելուց հետո անպայման վերադառնալ Ջավախք և Լեռնային Ղարաբաղ և գումարը ծախսել ոչ թե խրախճանքների և զվարճանքների վրա, այլ ուսման վարձերը վճարելու կամ ուսումնական համապատասխան պարագաներ ձեռք բերելու համար։ Ուսումը ավարտելուց հետո Հայաստանում վերադառնալ հնարավորության սահմանում վերադառնալ Ջավախք եւ Լեռնային Ղարաբաղ, որպեսզի շնացնեն եւ զարգացնեն նաեւ մայր հայրենիքի այդ երկու հատվածները։ Բոլորովին վերջերս նախկին ուսանող ես շատ լավ գիտեմ, որ ուսանողի համար շատ հաճելի է համապատասխան գումար ստանալուց հետո փորձել այն ըմբոշխնել եւ վայելել ընկերական շրջապատում, այնուհանդերձ չմոռանալ, որ սա ուսումնական նպատակներով տրված գումար է նաեւ։ Տաշիր բարեգործական հիմնադրամի նման նախաձեռնությունները բարձր գնահատեց նաև Վիրահայերի միասնության ՀԿ նախագահ ազգային ժողովի падգամավոր Տաճատ Վարդապետյանը։ Սա իսկապես բարեգործություն է, նրանց այդ բարեգործությունների հսկայական շղթայում կարևորագույն օղակ է եւ Ջավախք աշխարհը, Ջավախքի ուսանողները, լավ սովորող ուսանողները այսօր կարծես թե ավելին է այս գնահատականը, քան զուտ դրա նյութական արտահայտությունն է։ Սա բարոյապես ձեզ քաջալերելու է եւ դուք համոզված եմ, որ այս ամենի արդյունքում ձեր բանակը ընդլայնվելու է։ Ներկաները հավելեցին, որ սա համագործակցության սկիզբն է միայն եւ առաջիկայում սպասում են նոր նախաձեռնություններ եւ աջակցություններ։ Անի Մարկոսյան, Աշոտ Մնոյան, Սլաքեյ։